Վաղարավոտից հայաստանյան տեղեկատվական դաշտում տարածվում են թշնամու կողմից սահմանի ուղղությամբ նոր ուժեր ներկայացրելու մասին պատմող կադրեր։ Մեկում երևում են ռազմական ուղղաթիռներ, որոնք թռչում են իբրև Հայաստանի Հանրապետության սահմանի ուղղությամբ, մյուսում զինվորական ավտոշարեսուներ, երրորդում սահմանին կայանված իբրև ինչ-որ զրահատեխնիկա։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածել, այսօր միայն առավոտյան է եղել մեկ հաղորդագրություն, որ սրանք կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ կուտակումների մասին ամեն դեպքում հաղորդագրություն պնեն չի տվել, բայց սովորույթի համաձայն Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, գուցե նաև քաղաքացի չհանդիսացողներ ու անգամ արտերկրից գործող տեղեկատվական գործակալներ փորձում են տպավորություն է ամեն դեպքում լարել իրավիճակը։ Հավանական է թեպետ նաև, որ ինչպես կանխատեսում էին նախկինում բազմաթիվ փորձագետներ, Ադրբեջանն իրապես գնա ռազմական էսկալացիայի, խաթարելով ներհայաստանյան գործընթացները, մասնավորապես մայրաքաղաքի ընտրությունները։ Այս լուրերի ֆոնին էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացնում հետ կանչել հապկից Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Բիագովին, որին անմիջապես գործուղում են Նիդերլանդներ, գլխավորելու մեր դեսպանությունը։ Իսկ նրա նախորդին դեսպան Բեգլայանին գործուղում են Բելգիա։ Բալայանին ներողություն եմ խնդրում։ Առավել ուշագրավ կլիներ, որ հենց Բիագովին ուղարկեին Բելգիա, որի մայրաքաղաք Բրյուսելում է տեղակայված ՆԱՏՕ կենտրոնակայանը, կստացվեր հապկից ՆԱՏՕ մի քայլ է, սակայն իրավիճակը բնավել պարզ չէ, այսքան ուրախել չէ։ Հայաստանում ցուցադրում է հստակ հակազդեցություն, մինչդեռ գրեթե նույն պահին Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակը, խոսելով Ռուսաստանի տարածաշրջանում մնալ չմնալու Փաշինյանի հայտարարությունների մասին, որ շուտ հակազդելով դրանց կամ պատասխանելով արձագանքելով ինչպես կցանկանաք, ասում է մեջբերեմ. Ռուսաստանը այս տարածաշրջանի բացարձակ անբաժանելի մասն է, հետեւաբար չի կարող որևէ տեղ հեռանալ։ Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից, ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ Բացի սա, Պեսկովը ըստ էության մի ուշագրավ բան է հիշեցրել։ Նա կոչ է արել չմոռանալ, որ մեջբերեմ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում մեջբերման ավարտ։ Եվ նրանց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության հայրենասեր քաղաքացիներ են եւ որ արժանի ներդրում են ունեցել երկրի զարգացման մեջ։ Ինչ է սա նշանակում, որ Ռուսաստանի Դաշնության Հայաստանի Հանրապետության պետականությունը ոչ թե Հայաստանում է, այլ Ռուսաստանի Դաշնությունում, թե եթե Հայաստանը չշարունակի ենթարկվել Ռուսաստանի Դաշնության մատնանշած ճանապարհով եւ ընթանալ դրանով, ապա հարվածի տակ կհայտնվեն Ռուսաստանի Դաշնության հայերը։ Ինչու է Պուտինի խոսնակը հիշեցնում այս մասին։ Մի կողմից ստացվում է, որ Ալիևն է Բաքվից անդադար հոխորտում, թե ուժով կարող է հասնել իր խնդիրների լուծման, իսկ մյուս կողմից ռազմական դաշնակիցն է ինչ-որ անհասցե կոչեր անում, կամ ակնարկելով, կամ ուղիղ ասելով, որ Ռուսաստանում կան բազմաթիվ հայեր եւ նրանք կարևոր ներդրում ունեն Ռուսաստանի Դաշնության կյանքում, չէ, բարդ է մեկնաբանել ծանր պատերազմական կացության մեջ գտնվող երկրի նախագահի մամուլի խոսնակին, բայց այն, որ թուրքական կողմը արդեն ունի պլան B, հարկ եղած դեպքում ուժ կիրառելու համար, հաստ է։